Գլխավոր դատախազի և պաշտպանության նախարարի գլխավորությամբ ամփոփվել է զինդատախազության 2024-ի աշխատանքը։ Բանակում կարգապահությունը դատախազության ուշադրության կենտրոնում է։ Գլխավոր դատախազը ընդգծել է աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, նոր նախաձեռնությունների և մարտահրավերների շուրջ քննարկումները։ Ձեր հրավերով ես մի քանի վարպետաց դաս եմ, մեկն անցկացրել եմ, եւս մի քանիսը կանցկացնեմ մեր բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում։ Մեր նպատակը մեկն է, որպեսզի ենթամշակութային դրսևորումներ նվազեն բանակում եւ սպայական առաջնորդությունը լինի, հրամանատարական առաջնորդությունը լինի մեր եւ ձեր համատեղ աշխատանքի արդյունքը բանակում, մեր բարեփոխվող բանակում։ Աննա Վարդապետյանի խոսքով դատախազությունը շարունակում է ապօրինի օտարված գույքի բացահայտման եւ այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները։ Արդեն մոտ 8 զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության ոլորտում են, քննության առարկա եւ յուրաքանչյուր միավոր, որ հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, պետք է վերադարձվի պետական բյուջե եւ նորից մտնի բանակաշինության գործի մեջ։ Գլխավոր դատախազի խոսքով կատարվել են կառուցվածքային որոշակի փոփոխություններ, ապահովելու բանակային կորպուսներին զինվորական դատախազությունների հասանելիությունը։ Մենք Տավուշի առանձին ստորաբաժանում ենք այս տարի արդեն ձևավորել եւ տեղակայել եւ 2 կայազոր ենք առանձնացրել Սյունիքի մարզում հաշվի առնելով մարզի առանձնահատկությունները, որպեսզի մաքսիմալ հասանելի լինեն եւ դատարանները, եւ բանակային կորպուսները, եւ նաեւ զինվորական դատախազները կարողանան զորամասեր այցելել եւ ավելի մոտ լինել հրամանատարական կազմին։ Բանակում կարգապահությունը նոր մակարդակի բարձրացնելու համար պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է ավելի ինտենսիվ դարձնել գործընկեր կառույցների հետ գործակցությունը։ Նախարարի խոսքով զինված ուժերում ցավոք շարունակում են լինել խնդիրներ, դեպքեր այդ թվում մահվան ելքով, բայց ըստ Սուրեն Պապիկյանի կարևոր է, որ վերջին տարիներին չկան չբացահայտված դեպքեր։ Պաշտպանության նախարարը կարևորել է դեպքերի կանխման ուղղությամբ աշխատանքը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության ակտիվ ներգործության պայմաններում բազմաթիվ դեպքեր են բացահայտվել եւ կանխվել, որը կարող է բերել ցավալի հետևանքների, բայց հետեւական աշխատանքը պիտի չդանդաղի եւ գործընկեր կառույցների այս համագործակցությունը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի բանակը օր առաջ դառնա ավելի կարգապահ։ Զինդատախազի տեղեկացմամբ 2024-ին զինված ուժերում արձանագրվել է 2093 դեպք, 762-ը եղել են պատահարներ, 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր, այդ թվում 715 զինվորական, 616 այլ հանցագործություններ, 178-ը ծանր, 39-ը առանձնապես ծանր հանցագործություններ։ Նախորդ տարի զինված ուժերում զոհվել մահացել է 40 զինծառայող, որից 13-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ 2024-ին դատախազների հաստատած մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ։ Անցած տարի 937 քրեական գործ քննվել եւ ավարտվել է դատարանում։ 751 քրգործով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Գրիգոր Էլիզբարյանը նաև նշել է, որ զինվորական կենտրոնական դատախազության պետշահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների 2024-ին իրականացրած ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ է։ Արտադատական կարգով վերականգնվել է 11 միլիոն 310 հազար դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ։ Մայա Խաչատրյան, լուրեր։